Կարոտած ու սպասված բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտող, մենք կրկին եթերում ենք եւ ողջունում ենք ձեզ նույն տեղից, նույն ժամին։ Մեր արդեն երկրորդ եթերն է աշնանային եթերաշրջանում, որը սկսվել է բուռն մշակութային, հիշարժան ու կարևոր հանդիպումներով։ Շարունակեք դիտել մեզ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի, իսկ մենք կշարունակենք ձեր հանգստյան առավոտների սուրճը համեմել հետաքրքիր ու գեղեցիկ զրույցներով։ Անցնելով առաջ իհարկե նշենք, որ այսօր սեպտեմբերի 27-ն է եւ 5 տարի առաջ այսօրը սկսվեց լայնածավալ պատերազմ, խոնարհվում եւ ցավում ենք մեր բոլոր զոհերի, նահատակների համար եւ անցնելով առաջ իհարկե ներկայացնենք նաեւ մեր այսօրվա հյուրին։ Սիրտը լեռներում թողած մեր գրողի մասին շատ են խոսել ու հաճախ եւ որովհետև որքան էլ ճանաչենք նրան, միևնույն է քիչ է, խոսքը իհարկե Վիլյամ Սարոյանի մասին է։ Այսօր այստեղ է արվեստագիտության թեկնածու դոցենտ Անուշ Ասլիբեկյանը, ով վերջերս հրատարակեց Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը մենագրությունը, եւ այսօր էլ խոսելու ենք այդ մենագրության ստեղծման ողջ ճանապարհի մասին։ Ողջունում եմ ձեզ Անուշ, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Առավոտը սկսվեց մի գավաթ սուրճով, սովորական, ոչ առանձնահատուկ, եւ քանի որ շաբաթօր է, եւ ավելի հանգիստ գրաֆիկ ունեք, քանի որ արդեն մենագրությունը ավարտել է, հրատարակվել է եւ կարող ենք խոսել ստեղծման ճանապարհի մասին։ Կարծում եմ կարող ենք հիմա նշել, թե ինչով է առանձնանում այս մենագրությունը, ինչ նոր կետերի, թեմաների է անդրադառնում այն։ Կարծում եմ մենագրության վերնագիրը շատ խոսուն է ընտրված Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը եւ կարծեք թե դրսեւորում է գրքի բովանդակությունը, հա, այսինքն այստեղ անդրադարձ կա ամբողջական Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկություններին, Սարոյանի ստեղծագործությունների բեմադրությունների պատմությանը հայ բեմում եւ այսպիսով կա տեսություն, պատմություն եւ քննադատություն։ Այսինքն տարիների ընթացքում այս աշխատանքը երբ որ կատարեցի Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում, որտեղ երկար տարիներ աշխատում եմ, եւ այս աշխատանքը իսկապես բավական երկար տարիների արդյունքում ծնված աշխատանք է, հետազոտելով Վիլյամ Սարոյանի դրամատուրգիան, հանգեցինք մի եզրակացության, որ իհարկե թեև Վիլյամ Սարոյանը շատ վաղուց է դրամատուրգիայով զբաղվել, դեռևս 35 թվականին նա արդեն իր առաջին դրամատուրգիական փորձերն է արել եւ մինչեւ առաջին ժողովածուի տպագրվելը պատմվածքների արդեն փորձում էր պիեսներ գրել, բայց Վիլյամ Սարոյան դրամատուրգին եւ նրա դրամատուրգիական առանձնահատկություններին մեզանում քիչ կային անդրադարձեր։ Եվ ահա որոշեցինք թատերագիտական հայացք նետելով ամբողջացնել եւ դրամատուրգիան հայ բեմում եւ դրամատուրգիական առանձնահատկությունները առհասարակ թեման։ Քանի որ հենց ողջ դրամատուրգիական այդ պատմությանն եք նաև անդրադարձել, կարծում եմ կարող ենք նաև հիմա նշել, թե որն է այն հիմնական գիծը, թեման, որ Սարոյանի ողջ այդ դրամատուրգիայում, իր բոլոր գրվածքներում, պիեսներում ուղեկցում է, կա այդպիսի ընդհանրություն, որով կարող ենք հենց բնորոշել նրան։ Սա լավ հարց է, որովհետև գրքի գլուխներից մեկը հենց ամբողջությամբ նվիրված է այս հարցին։ Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկություններին, որոնք մեկը չեն, երկուսը չեն, բավական շատ են։ Եվ գրքի գլուխներից մեկում փորձ կատարեցինք այսպես կոչված սարոյանականը, որը արդեն Սարոյանին նվիրված տեսական գրականության մեջ տերմինի նշանակություն ունի սարոյանեսկ կամ սարոյանականը, ինչից է բաղկացած այդ սարոյանականը։ Ինքը Սարոյանը նշում է, որ իր ստեղծագործությունների մասին դեռևս շատ վաղ տարիների առաջին պիեսների, ուրեմն հանրությանը ներկայացնելուց հետո մի անգլիացի տեսաբան իր մասին ասաց, որ բառին շատ ուշադիր լինելու Սարոյանի հատկանիշը բնորոշում է հենց սարոյանականը եւ ասում է Քենդելից հետո, երբ նա չհասցրեց նույնիսկ հրապարակել, որովհետեւ շուտ վախճանվեց, իմ ստեղծագործությունների մասին արդեն այս բնորոշումը այլ քննադատներ տվեցին բառի հանդեպ բծախնդիր մոտեցումը եւ հետո արդեն գալիս է Սարոյանի հայկականության, հա, այս ինքնության դրսեւորումը իր դրամատուրգիայում, որը իսկապես յուրահատուկ է, որովհետև Սարոյանը չէր ծնվել Հայաստանում, չէ, եւ չէր ապրել երբևիցե Հայաստանում, բայց այդքան իր ինքնությամբ, իր հայկականությամբ հայ, այդքան հայ ամերիկացի գրող ուղղակի դժվար է պատկերացնել։ Եվ նաև այս հայկականությունն է բնորոշում։ Սարոյանի դրամատուրգիան նաև բերում է հայի նոր տեսակ։
Սա աստանդական հայի տեսակն է։ Եվ ամբողջ աշխարհում ինք աստանդական հայի տեսակը ներկայացնում է բառի ամենաբարձր դրական իմաստով, հայի ամենադրական իմաստով, հայը հումորով, հայը ազնիվ, հայը սիրելի։ Դա է ուզում հասկանալ, քանի որ նաև իր ստեղծագործությունների մի ամբողջ հատված հայկականությանն է նվիրված, ինչպես էր դա ընդունվում դրսում, արտասահմանում, այսպես ասենք, եւ որոնք են այդ քննադատությունները, որոնք գուցե կային հենց հայկականության թեմային անդրադառնալու պատճառով։ Իր օրագրերում եւ հուշագրություններում Սարոյանը նշում է, որ հեշտ չի եղել հայ լինելը աշխարհում։ Բայց ամենասկզբից նա որոշեց, որ ինքը պիտի աշխարհին ներկայանա որպես հայ գրող, էթնիկ գրող։ Նա այո, ամերիկացի գրող էր, որովհետև լեզուն պայմանավորում է, գրում էր անգլերեն, բայց նա առաջին իսկ իր տողերից որոշեց աշխարհին ներկայանալ որպես հայ գրող։ Եվ ասում է, իհարկե բարդ է եղել։ Սրան նվիրված են այս հարցը լայնորեն դրսևորվել է Վիլյամ Սարոյանի ուշ շրջանում գրած 70-ականներին գրված հայկական եռագրության պիեսներում, որտեղ նրա հերոսներ իրար հետ խոսելով նաև այս հարցն են քննարկում, իսկ հեշտ է լինել հայ։ Իսկ դու ուզում ես լինել հայ, թե ոչ։ Այսպիսի հարցեր են նաև հայկականության հարցն է քննարկում, հայկական հարցն է, հայոց հարցն է քննարկում, հայ աստանդական դառնալու պատճառներն է քննարկում այս հայկական եռագրության պիեսներում։ Հեշտ չի եղել, բայց Սարոյանը որոշել է չհրաժարվել իր Սարոյան ազգանունից եւ առիթը, գրականության առիթը, որովհետեւ նա գիտեր, որ դրամատուրգիան հատկապես, ասում էր, ինչ էլ որ գրես, մի օր անպայման պիտի բեմ դուրս գա, հանրությանը պիտի հասնի։ Այս դրամատուրգիայի, թատրոնի հանրության հետ այդ կապը, անմիջական կապը նա օգտագործել է, որպեսզի աշխարհին նաեւ պատմի հայերի մասին։ Քանի որ նաև մի ամբողջ հատված դուք նվիրել եք Սարոյանը հայ բեմում, ինչպիսին էր Սարոյանը հայ բեմում, ինչպես են նրան ներկայացրել տարբեր ժամանակներում, ձեր ուսումնասիրությունները ինչ հետաքրքիր բացահայտումներ են արել այս մասով, արդյոք մենք լիովին բացահայտել ենք նրան։ Սարոյանը հայ բեմում գլուխը նախ սկսելուց առաջ ես հետազոտեցի Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկությունները, Սարոյանի բեմականության հարցերը եւ պարզեցինք, որ Սարոյանի դրամատուրգիան նախ եւ առաջ կայանում է որպես գրական իրողություն, բայց եւ բոլոր ուրեմն նրա տողերում կա խաղի եւ դրության շատ հետաքրքիր հարաբերություն։ Հետաքրքիր է, որ Սարոյանի խոսքը անմիջապես գործողություն է ընկալվում։ Այսինքն բեմադրիչների համար կա եւ ծուղակ դժվարություն, որովհետեւ արտաքուստ լակոնիկ եւ արտաքուստ պարզ թվացող նախադասություններ են, սակայն դրանց ներսում կա թաքնված դրամատիզմ եւ արտաքին հումոր, որը պետք է բացել արդեն որը պիտի բեմադրիչները արդեն կարողանան տողից եւ խոսքից բխեցնել գործողությունը, գտնել դրությունը, որը անտես է առաջին հայացքից եւ բերելով բեմ ստանալ իրավիճակներ, որոնց ներսում ներքին գործողությունում թաքնված է դրամատիզմը, իսկ արտաքին գործողությունում լույսը, թեթևությունը, հումորը։ Սա նույնպես Սարոյանականի բնորոշումներից մեկն է։ Ես գիտեմ, որ Սարոյանը հասցրել է, այսպես ասած, տեսնել իր բեմադրություններից, իր գրվածքներից որպես բեմադրություն իմ սիրտը լեռներում է, եւ հետաքրքիր է ինչպես է արձագանքել նա, երբ տեսել է իր իսկ գրվածքը արդեն բեմադրված բեմում։ Եվս մեկ բեմադրություն կա, որը տեսել է Սարոյանը հայ բեմում, սա 74 թվականի Մնջախաղի թատրոնի Սովյալները եւ Hey of Ka պիեսները միասին մեկ երեկոյի ընթացքում է եղել Սարոյանի արհեթական այցի ժամանակ Հայաստան 76-ին նա դիտել է այս բեմադրությունը։ Այո, իմ սիրտը լեռներում են նույնպես դիտել է, բայց ոչ պրեմիերային, գիտենք, որ պրեմիերան եղել է 1961 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում, բեմադրիչը Վարդան Աճեմյանն էր, կապը եղել է Սարոյանի հետ շատ, որովհետև Սարոյանը ինքն էր առաջարկել պիեսը բեմադրել եւ Աճեմյանի հետ հանդիպել էր Մոսկվայում այստեղ եւ 2-3 տարի միասին քննարկել էին այս բեմադրության, այս պիեսի բեմադրության հարցերը։ Մինչև որ Աճեմյանը կարողացավ մի փառահեղ բեմադրություն բեմ հանել, որը դարձավ այն անջրպետը, որը բաժանեց Սունդուկյան թատրոնի մինչ այդ եղած բեմադրությունների պատմությունը եկողներից, այսպես ասենք, որովհետև նոր դուռ բացեց։ Մինչ այդ շատ փորձ չկար
արևմտյան դրամատուրգիան, ժամանակակից դրամատուրգիան բեմ հանելու, ուստի մի քանի հաղթահարելու հարցեր կային բեմադրությունների։ Այսինքն նա որպես այդպեսին բաց էր, երբ ստանում էր առաջարկներ իր գրված ստեղծագործությունները բեմադրելու կամ ներկայացնելու։ Սարոյանը շատ քմահաճ է եղել, նա շատ հաճախ չի հավանել իր պիեսների բեմադրությունները, նա առհասարակ կռիվ ուներ թատրոնի հետ, ժամանակակից թատրոնի հետ, նա կռիվ ուներ Բրոդվեյի հետ, նա կռիվ ուներ Հոլիվուդի հետ, նա չէր սիրում թատրոնում գերթատերայնությունը, նա չէր սիրում Բրոդվեյի կոմերցիոն բնույթը։ Սա է պատճառը, որ 42 թվականին հեռանալով Բրոդվեյից, երբ արդեն իր ամենահայտնի պիեսները մեծ հաջողությամբ անշլագով ընթանում էին Բրոդվեյան բեմերում, նա հանկարծ դուռը փակեց, գնաց Բրոդվեյան ծայրամասային մի թատրոններից մեկի շենքը վերցրեց եւ հիմնեց իր թատրոնը, Բելասկո թատրոնը, 1 տարի այնտեղ փորձելով ինքնուրույն բեմադրություններ անել, որպեսզի ցույց տա իրականում ինչպես իրեն պիտի բեմադրեն։ Իհարկե սա ձախողված փորձ էր, 1 տարի անց թատրոնը փակվեց, բայց այն ինչ տեսավ նա, իդեպ Բրոդվեյան այդ աղմկահարույց բեմադրությունների պրեմիերաների հանդեպ նույնպես ինքը ոչ միանշանակ կարծիք է ունեցել։ Իսկ ահա հայկական 2 բեմադրությունները, որոնք նա տեսել է, իսկ մի պիես էլ Խաղողի այգին նա հատուկ գրել էր, որպեսզի բեմադրվի Սունդուկյան թատրոնում եւ բեմադրվեց 71 թվականին Հենրիկ Մալյանը բեմադրեց, բայց նա այդ բեմադրությունը չի տեսել։ Իսկ երբ որ նա տեսել է Մնջախաղի թատրոնի բեմադրությունը, նախ սկզբում շատ թերահավատ է եղել, ասել է ինչպես թեմայում, այսինքն Մնջախաղ մայմով բան կհասկացվի, բայց երբ որ նա տեսել է Հեյովկան եւ Սովյալները, ապշել է, հիացել է, այնքան է ոգևորվել, ասում են, որ Լևոն Իվանյանը պատմում է, ասում է ներկայացման ժամանակ նա ոգևորված բարձրաձայն կոմենտներ էր անում, իսկ բեմադրությունից հետո խնդրել է իրեն մի թուղթ ու գրիչ տան, որպեսզի իր ոգևորված տպավորությունները գրի ներկայացման մասին, եւ ասում են, որ այս ներկայացումով էլ Մնջախաղի թատրոնը դարձավ պետական թատրոն։ Սա նշանակում է, որ Սարոյանի դրամատուրգիան թատրոնի պատմություն է կերտում։ Այո, եւ ինչ որ առանձնն է նաեւ հավանել է փաստորեն ավելի շատ հայկական բեմադրությունները, գուցե նաեւ այստեղ ինչ որ մի բան կար, որ հայկական է եւ ստիպում էր նրան ավելի ուշադիր լինել, գուցե ավելի պակաս քննադատ լինել, թե Ճիշտ է, գիտեք, այո, նա փաստորեն 2 բան է տեսել, 2-ով էլ հիացել է, երրորդի մասին լսել է, լուսանկարներն է նայել նույնպես իրեն դուր է եկել լուսանկարներով, տեսեք, երբ որ նրան հարցրեցին, իսկ իմ սիրտը լեռներում է բեմադրությունը հավանեցիք, նա հիացած էր, ասաց, իհարկե իմ պստիկ երազեն մեծ գործ շինած է, եւ ասաց Ամերիկայից ռիթմը փոքրինչ տարբեր էր, Ամերիկայում արագ են արել, իսկ այստեղ դանդաղ։ Սա ինչի մասին է խոսում, որ Աճեմյանը կարողացել էր այդ ներքին դրությունը գտնել, ներքին պոետիկան գտնել սարոյանական դրամատուրգիայի, եւ երբ որ նա վերջապես գտավ ֆորման, այսինքն առաջին անգամ ազգային թատրոնում բեմադրեց, Սունդուկյանի թատրոնում բեմադրեց պիես, որը չուներ ընդմիջում, առաջին անգամ չէր ընդվիճում ներկայացումը, նա դա արեց, որովհետև հասկացավ Սարոյանի խոսքի ներքին պոետիկան եւ երաժշտականությունը, երաժշտականության հասնող ռիթմը, որը չէր կարելի ընդհատել, եւ նա հենց այդպես էլ ասաց, երգն ինչպես ընդհատել։ Հավանաբար այս է, որ Սարոյանը տեսել է, որ ներքին ռիթմն է ճիշտ գտնված, պոետականությունն է ճիշտ ընթերցված։ Եվ ես բացի այդ նաև գիտեմ, որ եղել է մի բեմադրություն, որտեղ ինքը անձամբ խաղացել է։ Որն էր այդ բեմադրությունը, եկեք հիշենք նաև մեր հեռուստադիտողի համար։ Այդպիսի մի փոքրիկ դրվագ հիշատակվում է ձեր կյանքի ժամանակը պիեսի աղմկահարույց պրեմիերայից հետո, որ նրան բերեց ուրեմն Պուլիցերյան մրցանակ, որ նրան բերեց Նյույորքյան քննադատների մրցանակներ։ Այդ պրեմիերաներից մեկի օրերից մի օր, հա, նա բեմում է եղել, Էդի Դոուլինգի հետ էր բեմադրել եւ Էդի Դոուլինգին հաջողվեց նրան համոզել բեմ բարձրանալ, իհարկե մասսայական տեսանում նա նստած էր բարի մոտ եւ գարեջուր էր ամբողջնում։ Առհասարակ ինքը չի խաղացել, թեև արտաքուստ իսկապես շատ արտիստիկ շքեղ տեսք է ունեցել, բայց մենք գիտենք, որ նրա կինն է Քերոլ Մարկուսն է եղել դերասանուհի եւ հետաքրքիր է այս առումով հանդիսատեսի արձագանքը եւ զարմանքը կարծում եմ այդ պահին շատ է եղել տեսնելով հեղինակին բեմում արդեն որպես բեմադրության մի մասնիկ։
Դե ամերիկացիները սիրում են այդպիսի պատժային քայլերի դիմել եւ կարծում եմ հետաքրքիր իրողություն է եղել։ Առհասարակ Վիլյամ Սարոյանը հայ բեմում թեման շատ հետաքրքիր ուսումնասիրության մղեց մեզ։ Տեսեք, շատ սիրված հեղինակ է Սարոյանը, շատ բեմադրված եւ եթե նայենք ուրեմն 61-ից մինչեւ մեր օրերը բավական շատ բեմադրված հեղինակ է։ Ես առանձնացրեցի խաղացանկերը, թատրոնների խաղացանկեր ուսումնասիրելով 34 անուն բեմադրություն, այստեղ կան պիեսներ, որոնք կրկնվում են տարեց տարի, հա, օրինակ օպերա պիեսը Սամսոն Ստեփանյանն է բեմադրել, ունենք առաջին բեմադրությունն էլ 88 թվականի իսրայելյանի բեմադրությունն է Գոյ ստուդիայում, հետո 91 թվականին արդեն Սամսոն Ստեփանյանն է բեմադրում Գոյ թատրոն լաբորատորիայում եւ նույն բեմադրիչը 2010 թվականին դարձյալ անդրադառնում է սրան։ Հեյով կային նույնպես մի քանի անգամ են անդրադարձել, մի քանի անդրադարձ է եղել Իմ սիրտը լեռներում էին, 4 անգամ բեմադրվել է Ձեր կյանքի ժամանակը, թեև տեսեք Սարոյանի դրամատուրգիան բեմադրիչներին բեմադրական ազատության է մղում։ Նրանք վերցնում են պիեսը եւ ազատորեն սկսում են ստեղծագործել։ Մի դեպքում, այո, պիեսն ամբողջությամբ է բեմ գալիս, առանց վնասվելու, մեկ այլ դեպքում բեմադրիչները նախընտրում են ժանրասեռային փոխանցումներ, ժանրասեռային ներթափանցումներ, կարող է լինել մի հատված պիեսից, մի հատված պատմվածքից, տողեր վիպակից եւ այսպիսով ծնվում են շատ հետաքրքիր արժանահավատ եւ նշանակալից բեմադրություններ հայ բեմում։ Այ դա է ուզում հասկանալ, որ այդ քանակի մեջ, որ անգամ մեկ բեմադրությունը տարբեր անգամներ բեմադրվել է նույն բեմադրիչի կողմից եւ նաեւ այդքան տարբեր կերպ են անդրադարձել Սարոյանի ստեղծագործություններին, արդյոք միշտ ստացված են եղել այդ բեմադրությունները, լինեն դրանք հայկական թե ոչ հայկական բեմերում։ Բարդ է այդպես ասել, իհարկե դժվար է, այո։ Այն ամենը, ինչ որ հենված է մամուլի վրա, մենք պարզապես պարտավոր ենք որպես հետազոտող վերցնել որպես օրինակ, վերցնել, թե ինչ է, այո, գրվել։ Երբեմն կարող է պատկերը շատ այսպես օբյեկտիվ չլինել եւ այդ դեպքում ինչ է անում հետազոտողը։ Նա պարտավոր է դիտել շատ աղբյուրներ, մինչեւ որ, հա, 1, 2-ը, 4-ը, եթե իհարկե գտնվի, եթե իհարկե քննադատությունը մեզ այդ պարգևը տված լինի եւ մեկ ներկայացման մասին մի քանի հոդված գրված լինի, մինչեւ գտնվի ճշմարտությունը, այսինքն այդպես ես մի գլուխ ունեմ, որը կոչվում է քննադատական հակասություններ Սարոյանի դրամատուրգիայի շուրջ, նույն բեմադրության մասին մենք ունենք ծայրահեղ դրական հոդված եւ ունենք ծայրահեղ վերաբերմունքը բացասական հոդված եւ այդ ժամանակ ինչ ենք անում մենք մեջբերելով եւ այն որոնում ենք 3-րդ, 4-րդ, 5-րդ աղբյուրը, մինչև գանք ընդհանուր եզրակացության, այսպիսով ներկայացումը ավելի շատ դրական է եղել եւ ինչպիսին է եղել, այս ինչպիսին ենք որոնում, տեսարանը ինչպես է նկարագրված, դերասանախաղը ինչպես է նկարագրված, այս առումով ամենաշատը գրվել է Իմ սիրտը լեռներում է բեմադրության մասին եւ այս բեմադրությունը նաեւ մի շարք ի թիվս նորամուծությունների նրանով էր արժեքավոր, որ դերասանական հայտնություն արեց, այսինքն Վարդուհի Վարդարեսյանը, երբ որ խաղաց Ջոնիի դերը, փոքրիկ 9-10-ամյա տղուկի դերը, 33-ամյա հասուն կինը, դերասանուհին այնքան բնական, այնքան արժանահավատ խաղով ներկայացրեց, որ Պարույր Սևակը իր հանրահայտ հոդվածում նվիրված այս բեմադրությանը մի գլուխ ունի, որը վերնագրում է խմբագրել Ջոնիով, այսինքն մնա այն ամենը, ինչ որ չի ստացվել կամ ոչ այնքան ակնառու է ստացվել, նա ասում է խմբագրվում է Ջոնիի հրաշալի խաղով։ Այսինքն իսկ այն մասը, որտեղ արդեն մենք ենք հնարավորություն ունեցել դիտելու, ուզում եի հարցնել, թե դուք որն եք օրինակ հավանել այդ ներկայացումներից, որը դիտել եք եւ որը չեք հավանել։ Նաև դա է կարևոր։ Հայ բեմում կան շատ ստացված սարոյանական բեմադրություններ, Արմեն Էլբակյանի բեմադրությունները, օրինակը ես կառանձնացնեի այս պահին հայ բեմում ընթանում են մի քանի պիեսների բեմադրություններ սարոյանական եւ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունի դիտելու եւ իր կարծիքը ձևավորելու։ Օրինակ Մալյան թատրոնում Նարինե Մալյանի հիասքանչ բեմադրությունը, որը կոչվում է Պատմություններ գնացքում, հենված Վիլյամ Սարոյանի 5 պատմվածքների վրա։ Սա մի հիանալի ներկայացում, մանրապատումային ներկայացում է, որտեղ Նարինե Մալյանը կարողացել է Վիլյամ Սարոյանի այդ տողից ստեղծված դրությունը, խաղը համադրել Սարոյանի անսահման հումորով, դինամիզմով, ռիթմով, ուրախությամբ, լավատեսությամբ։
Եվ նույնիսկ երբ դու խոսքը լսում ես եւ հասկանում ես, որ դա բավական դրամատիկ տեքստ է, դու բեմում տեսնում ես այդ դրամատիզմը թաքցված ներքին պլանում, երկրորդ գործողության մեջ, իսկ առաջին պլանում տեսնում ես հումոր, լույս, ինչը Սարոյանի ամենագլխավոր գործիքն էր՝ հաղթել հումորով։ Սունդուկյան թատրոնի փոքր բեմում ընթանում է Կոտորածն անմեղաց պիեսի բեմադրությունը Արմեն Էլբակյանի եւ Արմեն Շաբազյանի բեմադրությամբ, որը շատ մերօրյա, շատ քաղաքական ենթատեքստերով, շատ հզոր ասելիքով բեմադրություն է եւ Վանաձորի թատրոնում է սարոյանական բեմադրությունը։ Շարքը շարունակելի է, վստահ եմ։ Սա խոսում է նրա մասին, որ Սարոյանը հայ բեմում ամենաբեմադրված հեղինակներից մեկն է, եւ դա շարունակելու է բեմադրվել, այո։ Եվ մենք շատ ենք ցանկանում, որ այ օրերս սեպտեմբերի 4-ից 11-ը Հայաստանում Սարոյան հիմնադրամը Սան Ֆրանցիսկոից կազմակերպեց Սարոյանական օրեր Հայաստանում լայն մասշտաբով Սարոյան նկարչից մինչև Սարոյան դրամատուրգը եւ փակվեց այս գրքի այս գիտական մենագրության ուրեմն շնորհանդեսով, որը նույնպես հովանավորել էր Սարոյան հիմնադրամը եւ ինչպես գիտեք գիրքը լույս է տեսել Գիտությունների ազգային ակադեմիայում, ակադեմիայի երաշխավորությամբ, խմբագիրը Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն է, այս գրքի ուրեմն շնորհանդեսով էլ այդ օրերը ավարտվեցին եւ մենք շատ լիահույս ենք, որ այս մեկ շաբաթը նոր ալիք բարձրացրեց Սարոյանասիրության եւ մեր թատրոնները սրանով ողջավորված կշարունակեն դարձյալ ու դարձյալ անդրադառնալ Սարոյան դրամատուրգին եւ ճանաչել տալ նաեւ մեր նոր սերնդին Վիլյամ Սարոյանին, որովհետեւ իսկապես որքան էլ կարդանք եւ բացահայտենք, միշտ նոր բացահայտելու առիթներ ու թեմաներ կլինեն։ Միանգամայն ճիշտ եք, անսահմանափակ է, այո։ Շնորհակալ եմ շատ այսքան բովանդակ զրույցի մեր տաղավարում գտնվելու համար, մաղթում ենք ձեզ հաջողություն եւ նորանոր աշխատանքներ ու մենագրություններ։ Անչափ շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք արդեն նոր թեմայով զրույց։